Գեղեցկացրու սպիտակ առարկան, որպեսզի հաղթես։ Այսօր ես ու իմ ընկեր Ռաֆոն նկարելու ենք տարբեր սպիտակ առարկաների վրա եւ ով ամենալավը նկարեց, նա ստանալու է 1 միավոր։ Սա ներկարեցիր, արա թրաշես։ Վիդեոյի վերջում ով ստանա ամենաշատ միավորները, նա էլ կհաղթի։ Ես արդեն ունեմ մի միավոր։ Իսկ պարտվողը պարտավոր է անել պատիժը, որը պատկերացում անգամ չունեք, թե ինչ է լինելու։ Մի հատ բարձրացրա, թող։ Մնացեք մինչև վերջինս հետ։ Դե ինչ, մենք գտնվում ենք առաջին փուլում եւ առաջին փուլում գիտես ինչի վրա պետքա նկարենք Ռաֆ։ Սանդուղքի։ Սանդուղքի։ Ոչ, սխալ գիտես։ Սառնան։ Չէ, սառնան էլ չի։ Կաֆել մետլախ։ Կաֆել մետլախ։ Չէ, կաֆել մետլախ էլ չի։ Օ, Հա։ զուքանի բանն ենք ներկելու։ Ընկլոր զուքանի կոնք, հա։ Հա։ Օ։ Սպասի եկա։ Այս ինչ դժվար էր, արա։ Այո, մեր առաջին փուլում նկարում ենք այս զուգահեռնակոնքի վրա։ Լավն է, չէ։ Շատ։ Սկսում ենք, դու ես նկարում, թե ես։ Ես այդտեղ sense նախշեր կանեմ։ Okay, ուրեմն ես էլ ստեղ կնկարեմ հավատակեզ լոգոն։ Կդառնա հավատակեզ զուգահեռան։ Չէ։ Գնացինք։ Կատակը մի կողմ առաջին փուլում պետք է նկարենք ուշադրություն բարաբաններ այստեղ մտավ։ Սպիտակ կոշիկների վրա։ Խնդրեմ, սա քեզ, այստեղ եմ դնում, եւ սա ինձ։ Ինչ ես անում։ Հոտա գալիս։ Որոշել ես, թե ինչ ես անելու սպիտակ կոշիկի վրա։ Այո։ Իսկ ինչ գույների մեջ։ Սպիտակ։ Կապում եմ արդեն սկսենք, վերցնում ենք ներկա պնակը, պատրաստես լսել, թե քանի րոպե ժամանակ ունենք նկարելու համար։ Պատրաստվի մի հատ, հոգեպես էս պահին պատրաստվի։ Ունենք 10 րոպե, Ռաֆ, 10 րոպե, 10 րոպե, 10 րոպե ժամանակ ունենք, Ռաֆ։ Եվ 10 րոպեն գնաց։ Ես նարնջագույնն եմ օգտագործում, պարտադիր, բացում ենք։ Ես կապույտի մեջ եմ անելու իմ կոշիկը։ Ստում ենք այստեղ նարնջագույնը, գնացինք։ Իդեպ այս կոշիկները Ռաֆ հագել էի գիտես որտեղ։ Դրա վրա հոտ գալի։ Այս կոշիկը հագել էի լամբադա երգից ժամանակ Ռաֆ։ Հիշում եմ։ Հիշում ես։ Իդեպ եթե արդեն լսել ես լամբադան ու հավանել ես մեկնաբանությունների բաժնում հենց հիմա գրիր, որ շատ ես սիրում լամբադան։ Ինձ հետաքրքիր է շատ են այդ մարտիկ, թե ոչ։ Ինչպես ասում եք, Բոթասը ունի այս sense առանձին հատվածներ, որոնք ես վերածելու եմ ամբողջովին նարնջագույնի։ Այս պատկերացնում եմ վերջում ինչ բոմբա լինելու։ Պետք է միայն հասկանալ ամպիկով հավատակես լոգոն որտեղ եմ դնելու։ Դրա համար տեղ է պետք պահել։ Դրա համար ուղեղ է պետք ունենալ։ Ուզում ես ուղեղ չունեմ, Ռաֆո։ Իդեպ ես ու Կարոն տենց ենք իրար ծանոթացել, ես կոշիկների ներկելով սրահ ունեի, ինքը բերեց իր կոշիկները, խնդրեց որ ներկեմ, տենց սկսեցինք մտերմանալ։ Հələ ինչ բարակ սիրուն ներկը կսում եմ, իսկ Ռաֆոն դրել է, ասես վրան հաստ ներկա կսում էր, նես բայ թող տենան էլի մարդիկ։ Խնդրում եմ մի հատ Ռաֆոյինը նայեք։ Ինչքան ներկ ես, արա քսե։ Էս ոնց է չորանալու։ Արդեն ներկել եմ կոշիկի կողքերը եւ դիմացի։ Հիմա անցնում ենք հետը։ Արա ինչ ես անում։ Վերցրես ներկը լցրես վրան։ Արա ափսոս է լավ։ Թող, ես կլինեմ աշխատանքը։ Արա խես բչացնում կոշիկը։ Ապշած եմ ես ուղղակի, ասենք ես սիրում կոկիկ այսպես ներկում եմ, Ռաֆոն դրեց սաղ ներկը լցրեց կոշիկի վրա։ Ռաֆ ահավոր է։ Ինչա։ Բայց մի վարքյան, հենց այդ նայեմ, սիրուն է ոնց որ լինում։ Ես կշարունակեմ իմ գեղեցիկ աշխատանքը։ Ռաֆ լավ հերիքա ցինիկ անած, նոր ենք սկսել վիդեոն, գոնե վերջերում ասենք մի քիչ հարամ էիր։ Այս մասը որ տեղնուց մի քիչ բացա, դրա համար մի քիչ ասենք կապը։ Չէ, արա Ռաֆ, խնդրում եմ, մի ցինիկացի, խնդրում եմ։ Նոր ենք սկսել, դու էլի հարամ ես անում։ Ինչ եմ ես անում ու ինչա Ռաֆոն անում էլի։ Բայց կարող է իմնա սիրուն լինում։ Ոնց կարա քոնը սիրուն լինի։ Իդեպ էս մրցույթով է։ Հա, մրցույթով է ու վերջում պարտվողը Ռաֆո իշի որ պետքա պատիժանի։ Ու այս անգամ պատիժը ահա որ դաժան է լինելու, ահա որ։ Չես է կարա պատկերացնես թե ինչ պատիժ է սպասվում քեզ։ Որտեւ ես արդեն գիտեմ որ ես եմ հաղթելու, ես ինչ ես անում։ Մեկնաբանությունների բաժնում գրեկում կոշիկն է հիմա ավելի սիրուն։ Եթե իմնա սիրուն, կապույտ սրտիկ դրեք։ Եթե իմնա սիրուն, ապա նարնջագույն սրտիկ դրեք։ Ժամանակը շատ քիչ է մնացել։ Ռաֆոն արդեն վերջացնում է։ Այո, դրա համար ժամանակը ռացիոնալ։ Կեղտոտում ես սեղանը, Ռաֆո։ Ոնց կեղտոտել ես, այդպես էլ կլպստես։ Իսկ ինչ դեմ ասես, սա ներկարեցիր, արա թրաշես։ Դե, նոր ենք սկսել հարամ ես անում։ Էդ ինչ կեղտարիշ։ Սա դու ես մեղավոր։ Ոնց արեցիր, տենց կլպստես։
Գնամ այդ լվացվեմ գամ։ Ինչ շարունակվում է, մինչև մա փնթիությունը։ Մարդ որ փնթի է լինում, ինչ ասես։ Էությունն է էլի այդ մարդու, մարդ որ փնթի է էլի լինում, sense փնթի որ լինում է, ինչ ասես, որ փնթի է լինում։ Հələ խնդրում եմ, մի հատ բարձրացրա, թող։ Ինչ ես անում, արա։ Ինչ արիր յանի։ Սեղանը։ Ռավ նոր ենք սկսե վիդեոն մի հարամի էլի խնդրում եմ։ Որը բայց իսկական սիրուն է։ Պրոստը մի քիչ փնթիավարի մի արա, սաղ ներք եղանք։ Վախում եմ արդեն Ռաֆոյի կողքը նստեմ, սաղ ներք եմ լինում։ Վրես ես անում ներկը։ Ժամանակ չկա, բրծնում է ժամանակը։ Որտեվ հարամում ես ասում։ ասում։ Հարամ, մի ժամը գազարագույն բան ես ներկում։ Գազար։ Գազարը դու ես։ Նա վերցնում ես, բուտը դնում ես տեղ ու խփում ես դու։ Վրես սաղ ներք ես անում։ Ես չեմ, դուք եք, ինչ անեմ, լավ։ Կոշիկի հետևի հատվածն էլ ինչպես տեսնում եք արդեն ներկեցի, անցնում ենք կրկին արջևի հատվածին ու այս դիմացի հատվածն ենք ներկում։ Ես ավարտեցի, իսկ մենք կսպասենք լուր, մինչև դու ավարտես։ Ժամանակը արդեն վաղուց բրծել է։ Համարյա վերջացնելու վրա մնաց այս տակի հատվածը նարնջագույն ներկեմ եւ շատ քիչ բան կմնա։ Ռոլ ինչ սիրուն է ալնում, հələ ստեղն է գծած աշխատանք եմ անում, գծած։ Հպարտ եմ ինձանով, ապագա նկարիչ։ Խզարում եմ, խզարում, նայ։ Հələ քոնը նայի, փնթիանոցը ու իմը։ Նոր կադրից դուրս ասում եմ շատ լավ, կոշիկա կհակնեի։ Տատակը մի կողմ ասել եմ, ինչ մեղքս թաքցել եմ, շատ սիրուն ա եղել։ Ես արդեն 3 հատ կոշիկ սարքել էի։ Այս անգամը ես եմ դանդաղ, սպասի, միշտ դու ես դանդաղ եղել։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք, արա ավելի իդեալական չի լինում, բայց դեռ չեմ վերջացրեմ, Իվարկյան, վերցնում ենք, արագ կանեմ, վերցնում ենք նոր հավատա քեզ մարկերները, խնդրում եմ մի հատ ստեղ նայեք, ինձ պետք է ավելի սիրունացնել բոթասը այս մարկերներով, վերցնում ենք սևը և ուղղակի այսենց եզրագծեր ենք անում։ Ես ավարտեցի հավատա քեզ մարկերների օգտագործումը, հակում ենք, սիրուն դնում ենք այստեղ, սա մեզ էլի է պետք գալու։ Դե ինչ մեր կոշիկները պատրաստ է, մինչ զանգենք Էդոին ու Էդոն մեզ տա միավոր, հենց հիմա դուք մեկտավանությունների բաժնում գրեք թե ում կոշիկն եք ամենաշատը հավանում։ Զանգում ենք Էդոին, գնացինք։ Ողջույն Էդուարդ, ողջույն։ Մատ բարևի աղբորդ։ Ողջույն Էդուարդ, ողջույն։ Գնահատի, սա ես եմ նկարել այս կոշիկի վրա, մի հատ զգա եւ ուշադրություն, սա Ռաֆոն է արել։ Ումն է ավելի գեղեցիկ։ Իրար կողք դրեք։ Անկեղծ։ Այսինքն հավասար սիրուն են։ Մեկին պետք է տաս ձև չկա։ Ես կհակնեի Կարոյինը։ Ինձ ես տալի միավոր։ Իսկ որն է լավը։ Իմը։ Կարոյինը։ Բայց ում ես տալի միավորդ։ Ռաֆոին։ Նա իմը կհակներ, բայց քեզ տվեց միավոր։ Դե ինչ հաշիվը 1-0-յա օգուտ Ռաֆոին, շարժվում ենք դեպի երկրորդ փուլ։ Դե ինչ մենք գտնվում ենք երկրորդ փուլում եւ այս փուլում պետք է ներկենք, էլի մտնում է բառաբանները։ Գլխարկներ, պատրաստ ես։ Ինչ անենք բայց։ Լուրջ եմ ասում, մտքից ոչ մի բան չի գալի, թե ինչ կարելի անել գլխարկի վրա։ Երևի կանաչ անեմ այս անգամ, հա։ Ստոպ, ինչ կշարունակենք վիդեոն հիանալի նորություն ունեմ բոլորիդ համար։ Իմ եւ Magic Land-ի հետ համատեղ ստեղծած ֆիշկաները արդեն հասանելի են։ Ընդամենը այցելելով Magic Land եւ այնտեղ խաղալով ընդամենը 2 խաղ նվեր կստանաս իմ նոր ֆիշկաներից։ Եվ ամենակարևորը, այս ֆիշկաները հավաքելով կկարողանաս մասնակցել 10 PlayStation 5-երի խաղարկությանը ուղիղ 3 ամսից։ PlayStation 5-երի խաղարկությանը մասնակցելը շատ հեշտ է, ընդամենը ներբեռնիր Magic Land-ի հավելվածը, այցելի Magic Land, այնտեղ խաղա ընդամենը 2 խաղ եւ ամեն անգամ այդպես նվեր կստանաս 10 ֆիշկաներ եւ հնարավորություն կունենաս մասնակցելու խաղարկությանը։ Ֆիշկաները հասանելի են 50 տարբեր դիզայներով։ Այո, ամեն մեկը յուրովի է եւ շատ տարբեր է։ Այնպես որ ում է սպասում հենց հիմա շտապ իր Magic Land, իսկ մենք շարունակում ենք։ Սկսենք 10 րոպեն գնաց։ Վերցնում ենք կանաչը, տեսնում ենք այ այստեղ, ընտիր։ Ֆոնային գույն կօգտագործեմ նարնջագույն։ Բայց շատ սիրուն գույն ընտրեցի կանաչը։ Բայց ինքը քանի որ շատ միագույն է եւ ես ուզում խորություն լինի, մենք իրան կտանք նեոնովի գույն։ Նեոնովի գույնը, տղա։ Սենց նեոնովի։ Տեսինք հիմա սենց խորություն ունի, ֆոնովի է։ Օրա բայց շատ սիրուն է կանաչը, ասենք, այսենց տեղը տեղին։ Զգում ենք, որ մի քիչ խորություն ստացավ մեր ֆոնովի գլխարկը։ Նայեմ։ Մի քիչ ստացավ, դրա համար մենք մի քիչ էլ իրան։ Ոայ Ռաֆո, շատ եմ սիրում աշխատելուց ոճը։ Կամաց տանում ենք մեր խորությունը։ Քեզ այդքան տեղինը խառնում նարնջագույնի հետ։ Վերջում կհասկանաս։ Ես քեզ հարցնում խես այդ գեշ կանաչը օգտագործել։ Ես այս հատվածը անում եմ կանաչ, իսկ այս հատվածը անելու եմ արա, բորդո։ Ինչպես տեսնում եք, ես ստացա այն ուզած խորությունը։ Գնում եմ 2 րոպե արևիտակ դնելու։
5 hours later. Որը շատ բոմբալի։ Իմ գլխարկը մի քիչ չորացավ։ Մի հատ խնդրում եմ գնահատեք իմ գույներն էլ արդեն ամբողջովին պատրաստ։ Գնամ ես էլ դնեմ մի քիչ արևի տակ, թող չորանա։ Ինչ ես տենց նայում, բա պետքա չորանա, չէ՞ որ բրեն կարենամ նկարեմ։ Մի բան չանեմ։ Մի բան չանեմ։ Ինչ ես անում։ Արև, հա։ Լավ է ճտում, բայց ռաֆ։ Արա շատ լավ է ճտում։ Անկեղծ։ Նա ես չէներգետիկի որ խմես ավելի լավ կճտա։ Կուզես մոխիտո։ Ոչ։ Նա բաբլ գամ է ունենք։ Հասկացա, դու օրիգինալն ես սիրում։ Շարեմ քո դիմաց, որ ուզում ես ընտրի խմի։ Որ լավ նկարես, էլի քեզ էներգիա է պետք, որն ես ուզում։ Այդ կոսը չեմ ուզում։ Որը չես ուզում։ Հələ բաց բերանդ, հələ բաց։ Չէներգիա ստացար։ Այ հիմա քանի որ չէներգիան ստացել ես, ավելի լավ կնկարես, շարունակի։ Ես հետ եկա իմ գլխարկով, հիմա եկեք հասկանանք, թե ինչ կարելի է անել գլխարկի վրա։ Ռավ շատ սիրուն է լինում քոնը անկեղծ։ Արա լավ մտքից բան չի գալիս, sense բան կլինի։ Վերցնում ենք դեղինը։ Ինչ որ հատուկ բան չեմ ուզում նկարեմ, ուղղակի կսիրունացնենք դեղինով։ Մի քանի հատ այս sense գծեր դեղին։ Հա, ինձ թվում է սիրուն կլինի։ Շարունակում ենք գծեր անել, այս sense։ Արա չէ, սիրուն է, հետաքրքիր է։ Ես իմ փուլում ես պետքա մի ավորը ստանամ ձև չկա։ Որա մտքիս էլ բան չի գալի, կախել է ուղեղս, այս ինչ դժվար է։ Bla 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 bla. Որա լավ, այս կարգի։ Սենց բան հետս չէր եղել, որ մտքիս ոչ մի բան չգա։ Ինչ գույն վերցնեմ, լավ, սպիտակ։ Հա, սպիտակ այս sense գծեր կարելի անել կարմիր վրա, ճիշտ է, բայց ավելի բարակ գծեր, հա։ Ֆոնովի ավելի։ Ուրեմն, անում ենք այս sense գծեր։ Հա, սիրուն է։ Գիծ այս sense ուղիղ մինչև վերջ դզեց։ Հետաքրքիր abstract բան եմ ստանում այս sense սպիտակ գծերով։ Արա, Ես ավարտեցի։ շատ սիրուն է Ռաֆոինը, մալադեց։ Սիրուն արա լինում չէ, հպարտ եմ։ Ես որոշեցի, որ այս սպիտակ ցանցն է պետքա ներկեմ, որտեվ այդ սպիտակը տենց պրոստը ազդում էր իմ վրա։ Ժողովուրդ օֆիցիալ ես էլ ավարտեցի։ Խնդրեմ, սա Ռաֆոինն է, իսկ սա իմն է։ Ումն է ավելի լավ եղել։ Դե քոնը ոնց որ ինչ-որ երկրի դրոշը լինի։ Վատա է թե լավ է։ Շատ լավ է։ Լավ է, չէ՞։ Հասկանում ես գողություն ես արել, ես փուլում գող ես, որ մարդ մեկի գույնը գողանա, չի կարա այդ մարդը այդ փուլում միավոր Հիշում ստանա։ ես, երբ որ սկսեցի գազարագույնը սիրել, նարինջները գալի ձեր դուրը տուկ-տուկ էին տալի, փախնում էիր։ Այդքան նարինջ եկավ ձեր տուն, ասաց խես գույնս տարել։ Այդքան նարինջ այդ կռիվ է։ Բայց, հա, ժամանակին նարնջի հետ կռիվ եմ արել, բայց հիմա փաստ մնում է փաստ, որ նարնջագույնը իմ գույնն է, միայն իմ գույնն է, ու դու հիմա գողացել ես իմ գույնը։ Դրա համար այս փուլում միավորը ես եմ ստանալու։ Գող, Սրամիտ, գող, սրամիտ, գող։ սրամիտ։ Տեսնենք Էդոն ում է տալիս միավորը։ Գնացինք։ Այդ պատրաստ ես գնահատականը տալու։ Նայ, որն է ավելի սիրուն։ Դա Որ մեկը։ աչինը։ Սա։ Այո։ Միավորը տալիս ես Ռաֆոին էլի։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Ժողովուրդ այս փուլում էլ Ռաֆոն ստացա։ Պատիժ եմ անելու առաջի անգամ։ Ես ինչ պատիժ ես անում քո սիրած գազարագույն գույնը։ Արա ոնց կարող sense բան էլի լիներ։ Երկու փուլերում էլ Ռաֆոն է ստացել միավորը, չեմ հավատում։ Հաշիվը 2-1 է օգուտ Ռաֆոին։ Լավ էլի։ Ընդունի ճշմարտությունը։ Չեմ կարող ընդունեմ։ Բարդ է որ պարտվում ես։ Իմ ջանը քարա։ Արա ես սովոր չեմ պարտվելու։ Դե սովորի։ Շարժվում ենք դեպի երրորդ փուլ։ Գնացինք։ Փուլ 3։ Մենք բարաբանները խփի, արեցը բարաբանները խփի։ Այս փուլում պետք է նկարենք։ Այս սրա վրա։ Այո։ Ես ինչա։ Արա շատ խնդալու է, սրանց նայ։ Արա իմի դեմքը ծուռ է, նայ։ Քոնն էլա ծուռ տենում ես։ Ինչ ես դու անելու քո մանեկենի հետ։ Մեյքափ։ Մեյքափ, մակաուպ։ Նախորդ երկու փուլերում ոչ մեկս ժամանակի ուշադրություն չենք դարձնում, մանավանդ ես, բայց հիմա պետքա պարտադիր 10 րոպեում պրծած լինենք։ 10 րոպեին գնաց, արխային ընկնել չկա, պետքա 10 րոպեում պրծանենք։ Գնացինք։ Ես կրկին վերցնում եմ հավատաք ես մարկերները, իդեպ իմ բոլոր պրոդուկտները, դպրոցական պարագաները, գրչատուփերը։
Ստեղ նույնիսկ ռետիններ ունեմ, Ռաֆ, նայ։ Հələ խնդրում եմ մատիտը նայ, բացում եմ։ Պատրաստ ես։ Ժողովուրդ, խնդրում եմ մի հատ մատիտները նայեք։ Նույնիսկ մատիտների վրա է գրված հավատա քեզ։ Լավ, դնում են գրենական պիտույքները մի կողմ։ Հիշեցնեմ, որ հավատա քեզ ապրանքանիշի բոլոր պրոդուկտները Զանգակ գրատներում է միայն վաճառվում, կարող եք ձեռք բերել on-line, որի լինքը նկարագրություններում է կամ ուղղակի կարող այցելեն Զանգակ գրատուն։ Լավ, կարո արագացրա, ժամանակ չկա, վերցնում ենք կարմիրը, որպեսզի անենք շրթներկը։ Վերցնում ենք տանալին, որպեսզի անենք մեյքափը։ Օրեսի սիունա լինում։ Նայ, արդեն լավ է, չէ՞։ Ես այս փուլը միայն իմ մարկերներով եմ նկարելու։ Դու մեյքափ ես անում։ Ես առանց մեյքափի յոլա կգնամ։ Կարմիրից ավարտեցինք, վերցնում ենք շագանակագույնը։ Իսկ այս աղջիկա թե տղա, տղա է։ Չէ, աղջիկա։ Տողու դեմքը sense փոքր չի, նա ինչ փոքր է։ Անում ենք ունքերը։ Բարում ենք մեր լամբադան, գնում ենք հեռու մադամ, որ էլի քեզ սերստամ, ու էլի կարիքս կամ։ Նկարում եմ լամբադայի միջի մադամին։ Ծուռ արեցի մի հատ ունքը, մի հատը վերև եղավ, մի հատը ներքև։ Հա չէ, վատ չի, լուրջ վատ չի։ Եկավ անելու աչքերի պահը։ Աչքերը ամենակարևոր բանն է, ես կանեմ կապուտաչիա մեր մադամին։ Մեյքափը իրա նստացնում ենք ուղղակի։ Ինչ թույն է լինում։ Արա դե լավն են, էլի իմ մարկերները, նայ։ Ես առանց մեյքափ հələ ինչ եմ ստանում, շատ սիուն է լինում։ Մուգ կապույտն ենք այժմ վերցնում, աչքերը ավելի ռեալ ենք սարքում։ Ռավ մեյքափ արտիստ ես, դու ես փուլում։ Այո։ Հələ նայեմ։ Ավես լավ է լինում։ Այժմ աչքերը մի փոքր սև կքսենք, սուրմա աղջիկները հուսով եմ տենց են ասում։ Ես տանեմ դնեմ արևիտակ, որպեսզի իմ մեյքափը չորանա։ Գնա արևիտակ, գնա, ես կշարունակեմ։ Իմը չորանալու կարիք չունի։ Որտեվ դու ներկել ես ինչով։ Որտեվ ես ներկել եմ հավատա քեզ մարկերներով։ Ոնց որ գիժ լինի։ Այժմ անում ենք քթի ծակերը։ Մի հատ այստեղ, մի հատ այստեղ։ Քթածակով աղջիկ եմ սարքում։ Մի քիչ մեծ եղավ քթի ծակերը ոնց որ։ Կարծում եմ ավարտեցինք մարկերներից։ Մնացածը կշարունակեմ վրձինով։ Այժմ խառնում ենք սպիտակը կարմիրի հետ։ Իմ մեյքափը չորացել է եւ ես կշարունակեմ մեյքափել։ Դուզեց։ Գցում ենք թշերի այս հատվածներին։ Արա ինչ եմ անում։ Հուսամ մի բան կստացվի վերջում։ Աչքերը երևի անենք շագանակագույն։ Վերցնում ենք մարմնագույնը, չգիտեմ ժողովուրդ արդեն ինչ եմ անում, լուրջ եմ ասում, խառնվել եմ արդեն իրար։ Կարո չես հանձնվում, կարաս, հաստատ կարաս։ Քեշա, չէ։ Հարամ ալնում, լուրջ եմ ասում, հələ ինչ արեցի։ Շորտ ոնց որ անջատված եմ այսօր, ոչ մի բան ձեռիցս չի գալիս։ Ներվայնացարա։ Քոնը կոնտուրինգի խնդիր է։ Հուսով եմ ջրով մի քիչ կարողացա դզել, մի քիչ հետեկանք հին տեսքին։ Հələ նայեմ քոնը Ռաֆ։ Ես դեռ չեմ։ Դու լրիվ մեյքափ ես անում։ Ռաֆ կարաս մեյքափ արտիստ դառնաս։ Ինչ կա YouTube-ի մեջ, ինչ ես քթե ասենք։ Ոչ մի բան իրականում։ Ռաֆ, բայց կսազի մեյքափ by Ռաֆայել։ Ժողովուրդ անկեղծ, լուրջ, չգիտեմ էլ ինչ անեմ ես։ Մազեր, հա։ Կարելի է խուճուճ այսպես բան անել խառը, մնում է կարենամ։ Լրիվ պատկերացնում եմ, բայց չեմ կարողանում իրագործեմ։ Կարո ջան, հաստատ խուճուճ բան։ Շատ ընտիր խուճուճ ալնում, նայ։ Լավ ես հասկացա ինչ կանեմ, ես սիրուն կնկարեմ մի վարքյան։ Ինձ բարակ վրձին է պետք, բարակ, չոլկա կարելի է անել սիրուն։ Դու որ կոնտուրինգի վրա խորանաս կդնի։ Արա դե ինչ կոնտուրինգ մորթիր վայ, մենակ կոնտուրինգ ես ասում։ Բա կոնտուր պիտի անես։ Զզվում եմ արդեն լուրջ ես վրձինից, ես վրձինով չեմ անում։ Հոգն արա, ինչ վրձին։ Մեյքափը քոնը չի։ Վերցնում ենք ֆլոմաստերը, հա իմը չի, չեմ կարող ես մեյքափ անեմ։ Ես կառեմ ազեր եմ անում իրան։ Որտեղ է պակասում կոնտուրը քո կարծիքով։ Կոնտուրը Տնչի մոտ։ Ես չեմ նկատում տենց բաները։ Ոնց է սովորել։ Կոնտուրը որտեղից գիտես ինչ է, Ռաֆ։ Ու ասենք խզարում է, այս շատ թույն է, էլի ասենք անում։ Հազար մեյքափ արտիստից թույն է արել։ Որը շատ լավ է։ Կարևորը ձերքի հիստերիկ շարժումն է։ Անկապ էսի։ Ռաֆն այ քո ձևերն եմ անում, այ սենց 1, 2, 3 Ռաֆոյից խոնավություն քաշեցի ես, որտեվ լուրջ չգիտեմ արդեն ինչ անեմ։ Այնուհետև վերցնում ենք վրձինը։ Լավ, այսպես տեղը տեղի։ Անկեղծ խնդրում եմ մեյքափ արտիստ դառնի։ Պապաս չթողեց պրոստը։ Պապա չի թողում մեյքափ արտիստ դառնաս։ Ես պապայիդ հետ կխոսամ, ես կհամոզեմ պապայիդ։ Հիմա ըստ ձեզ որտեղ է պետք կոնտուր անել։ Ռավ ես միտիքի երեխեքի ինչ իմանան որտեղ է պետք կոնտուր անել։ Իհարկե շրթունքների մոտ։ Բայց լավ մի հատ կբացատրես կոնտուրը, ինչ է անում կոնտուրը։ Գծում է էլի դեմքդ այդ քո դիմագծերը դու իրան սենց ընդգծում ես։ Այս ինչեր կա այս աշխարհում, որ ես չգիտեմ։
Ժողովուրդ, գիտեք իմ այսօրվա սխալը որն է, ես առանց մտածել, թե ինչ եմ ուզում ստանամ, ուղղակի սկսում եմ։ Պետք է սկզբում մտածել, մի հատ պլանավորել, թե ինչ ես ուզում ստանաս, նոր սկսել։ Նայեք, ես առանց պլանավորել սկսեցի, դրա համար հիմա գոհ չեմ իմ արածից։ Բայց շատ խնդալու կլինի, որ ես հաղթեմ այս փուլում։ Դու որ կոնտուրինգով անես, կհաղթես։ Դու կարաս լավ կոնտուրինգ անես։ Ռավ մի հատ էլ ես կոնտուրինգ բառը ասել։ Ես աղես ներկը լցնեմ գլխի։ Խոսք եմ տալիս։ Հիմա անցնում ենք բլաշին։ Բլաշը ինչ է։ Երթվում եմ ապշած եմ։ Ես քեզ չեմ ճանաչել, Ռավ։ Չեմ հավատում, որ հիմա Ռաֆոն էս ամեն ինչը անում է ու էս ամեն ինչը գիտի տենց լավ։ Պատրաստ է մեր դիմատոնը, հա, մենք սկսենք արդեն աշխատել աչքերի շուրջ, շրթունքների հատվածում կունենանք շրթներ, քարտիչները կանենք վերջում։ Տեսեք, այս մասը բլաշը շատ է։ Մեզ պետք է որ ինքը տոնվի եւ ֆոնվի գնա կորի։ Ռավ, ես հասկացա, որ ես հիմա ավարտել եմ, լուրջ, էլ անելու բան չունեմ։ Ուղղակի կսպասեմ, մինչև դու քո մեյքափը ավարտես, հա։ Ռավ, շուտ կպրծնես մեյքափը, թե չէ, հլնայեմ։ Ժորդ ապշած եմ ես, լուրջ։ Էս ինչ է։ Էս ոնց Ռաֆոն գիտի էս ամեն ինչ ու ոնց է արել։ Ես ուղղակի կլռեմ եւ կսպասեմ Ռաֆոին։ Լավ, բայց ասեք, որ իմ մանեկենի կառեն սիրուն է եղել։ Միակ բանը։ Հեն Ռաֆ, ուր ես հասել, ասա։ Հասել եմ շրթներքին։ Օ, շրթներքը դա կարևոր է։ Ուզում ես օգնեմ քեզ։ Ես իմ շրթներքն այն լավ եմ քսել։ Շատ։ Քեշ, հա։ Չէ։ Ճկույտներ դնելը պարտադիր է, հա։ Դնում ես, որ սենց կարողանաս աշխատես իրան, հասկացա։ Ապշած եմ։ Ես կպայեմ, դու աշխատի։ Ես իրան սենց պրոստը կոնտուրինգ եմ անում ֆլոմով, հետո ես իրան կներկեմ, էլի։ Ռավ, քեզ ուղարկենք մեյքափի մրցույթների։ Որ ուրախանում եմ։ Պետք է ֆոնովի ջարդես։ Ռավ, արագացրա։ Հետ ինչ է։ Օ, ինչա խոսում։ Ես չեմ հավատել։ Բայց այս ծերը մի քիչ դու ես դզեմ, էլի։ Ասում էի 10 րոպե ունենք, բայց արդեն 25 րոպե է։ Ռաֆոն մեյքափը անում, մի ծափարենք իդ Ռաֆոին։ Բայց ես չեմ խանգարել Ռաֆոին, եկեք տեսնենք վերջնական արդյունքը ինչա լինելու։ Նենց որ արագացնում ենք ես, արագ։ Կյանք ես քեզ պամադան հետո կտամ, հարսանիքի վաղ կթարմացնես։ Իրան ես ասում։ Ոնց հասկանում եմ Ռաֆոն դեռ մինիմում մի կես ժամ էլ իր մեյքափն անել։ Նենց որ անջատում եմ տեսախցիկները կմիացնեմ այն ժամանակ, երբ ամբողջովին պատրաստ լինի։ Իսկ դու արագացրա, Ռաֆ։ 5 hours later. Դե ինչ վերջապես եւս 25 րոպե անց Ռաֆոյի մանեկենը պատրաստ է։ Էս ինչ ես արել, Ռաֆո, էս ինչ մասնագիտացված ես դու քո գործում։ Ես ուղղակի ապշած եմ։ Ապագա մեյքափ արտիստ Ռաֆայել Մարտիրոսյան։ Խնդրեմ, սա իմ մանեկենն է, իսկ սա Ռաֆոյի մանեկենն է։ Ռաֆոն ինչ-որ շատ պրոֆեսիոնալ է գտնվել, բայց մարդ ես, կարող է Էդոն ինձ է տալի, ասենք միավոր։ Արի զանգենք տեսնենք։ Զանգում ենք Էդոին։ Էդո, պատրաստ ես։ Ում ես տալի միավորդ։ Ռաֆոյինը։ Արա չեմ հավատում, լավ, շնորհակալություն։ Էլի Ռաֆոն ստացավ միավոր, էլի դու արա, էլի միավոր ստացար։ Հավատաս ուղղակի չի գալիս, հաշիվը 3-0-յա օգուտ Ռաֆոին։ Արա, ես չեմ կարող հանդուրժեմ, բայց անկեղծ ես ուրախ եմ, քամար, որ առաջին անգամ ինձ հաղթում ես Ռաֆ։ Լուրջ ուրախ եմ։ Չես տենում ինչ ուրախ եմ։ Շարժվում ենք 4-րդ փուլ։ Գնացինք։ Այժմ ես կխփեմ բառաբանները եւ այս փուլում պետք է նկարենք բաժակների վրա։ Տեսնենք ում բաժակն է ավելի գեղեցիկ ստացվելու։ Վերցնում ենք հավատաքեզ մարկերները եւ այս փուլը միայն իրավունք ունենք նկարելու մարկերներով, Ռաֆ։ Պատրաստ ես։ 10 րոպեն գնաց։ Մտքից բան չի եկել, անկեղծ չի եկել։ Դու որոշել ես։ Այո։ Ես երևի կնկարեմ անտառ։ Գնացինք, ծառերն ենք անում։ Չգիտեմ ոնց է ստացվում, հուսանք սիրուն է լինելու, ներկում ենք մեջը։ Ինչ լռություն է տիրում, սանց քար լռություն է։ Խնդրեմ, ահա իմ եղևնին համարյա պատրաստ է։ Վերցնում ենք շագանակագույնը եւ անում ենք եղևնու տակի կոճղը։ Ես նկարում եմ դաշտային ծաղիկներ, այսա կավարտեմ ցողունները։ Հələ ինչ սիրուն է լինում։ Մյուս եղևնին կանեմ մի քիչ ավելի փոքր չափի։ Երկրորդ եղևնին էլ արդեն պատրաստ եկավ, երկինքը անելու ժամանակը։ Գնացինք, ամպերն ենք անում։ Ամպարվածա վերցնում ենք դեղինը եւ անում ենք արևը։ Ես վերջացրեցի իմ առաջի ծաղիկը։ Հələ նայեմ, հələ Ռաֆոին ինչ սիրուն է լինում։ Այսենց պոչի վրայով գնում է ծաղիկը։ Արա շատ ուժեղ է։ Ես սյոտիկի երրորդ եղևնին էլ կանեմ։ Գնացինք, երրորդն ենք անում։ Զգում ես չէ, բայց ինչ որակով է մարկերները, մի հատ չես ձախողվում նկարելուց։ Շատ լավն է։ Ոնեք որ պակես դուր եկավ։ Որ ինքը սենց ներկային ֆլոմ է։ Ներկային է, չէ՞ ոնց որ ներք լինի։ Ոնց որ ներք լինի։
Մեզ մնաց ուղիղ 3 րոպե ժամանակ պետք է արագացնենք Ռաֆ արդեն։ Ես խոտերն եմ անում, դու ուր ես հասել։ Ես կավարտեմ շուտով։ Արա շատ սիրունակ հոնը լինում, դզեց։ Լավ խորացել ես։ Անկեղծ չգիտեմ էլ ինչ անեմ լուրջ, ինչ ենք ավելացնում էլ։ Սկյուռիկ կուզենայի նկարել, պրոստը կարող է լավ չնկարեմ։ Այս բան իմ բաժակը այս տեսք ունի։ 3 հատ եղևնի եմ արել, մի հատ ամպ եւ արև, բայց արևի գաղափարը Ռաֆոյից եմ գողացել, այսինքն որ պոչով սենց իջնում է։ Ուղղակի Ռաֆոյինը ծաղիկ է պոչի վրա վաճում, հիմա արևը իջնում է ներքև։ Ես կարծում եմ արդեն ավարտեցի, ուղիղ 43 վայրկյան է մնացել, Ռաֆ արագացրա։ 18 վայրկյան, արագացրա, 18 վայրկյան։ Արագացրա Ռաֆը։ Վերջ ես ավարտեցի։ Վերջ։ Այո։ Օրո, սիրունա, բայց ներս չի իմը պակաս սիրունա, հա։ Վայ քորը, ծաղիկդ լղեցի։ Կներես չէի ուզում, իսկապես չէի ուզում։ Դե ինչ մեր բաժակները ամբողջովին պատրաստ է, խնդրեմ, սա իմն է, այս տեսք ունի, իսկ սա Ռաֆոյինն է։ Եթե իմն եք հավանում, ապա մեկնաբանություններում գրեք Կարոյի բաժակն է լավը, եթե Ռաֆոյինն եք հավանում, գրեք Ռաֆոյի բաժակն է լավը։ Իսկ ես փուլում, եթե կրկին ես միավոր չստացա, ուրեմն ես արդեն չգիտեմ, ուրեմն ես անտաղանդ եմ նկարելու հարցում։ Հուսանք անտաղանդ չեմ։ Ես իրականում անտաղանդ չեմ, լավ։ Ուղղակի որ գիտեմ 10 րոպե ժամանակ ունենք նկարելու, չեմ կարողանում լավ բան մտածել ու նկարել, մտքից բան չի գալիս։ Շնորհակալ եմ անտաղանդ ես։ Այս անգամ Էդոին չենք ասի, որ սա ես եմ նկարել, իսկ սա Ռաֆոն, այլ հակառակը կասենք, սա իբր ես եմ նկարել, իսկ սա Ռաֆոն։ Տեսնենք այս անգամ ում կտա միավորը։ Գնացինք, զանգում ենք Էդոին։ Մենք կրկին ունենք քեզ ցույց տալու բան այդ։ Պատրաստ ես։ Դենանք այս անգամ էլի Ռաֆոին ես տալու միավորը, թե գոնե մի հատ միավոր ես կստանամ ձևի համար։ Ում ես տալի միավորը։ Չխաղամ էլ։ Տենց վատնա եղել իմը։ Չգիտեմ այդ ակոնը, չէ, դա Ռաֆոյինը կլինի։ Ես թես Տոնածառը, շնորհակալություն։ Ջա! Նորը վերջապես ես ունեմ մի միավոր, վերջապես ես ունեմ մի միավոր Ռաֆո։ Չեմ հավատում։ Այո! Այս փուլում Էդոն միավոր տվեց այս բաժակին, որն էլ ես էի նկարել։ Արա հավատս չի գալիս, ես մի միավոր ստացա։ Գիտես մենակ դու ես լավ կարում նկարես։ Հաշիվը քանիս է։ Հաշիվը 3-1 է օգուտ քեզ։ Իրական արվեստը մեկը գնահատվում է, էլի։ Հաշիվը 3-1 է օգուտ Ռաֆոին, ես վերջապես ստացա իմ միավորը, իսկ մենք շարժվում ենք դեպի 5-րդ փուլ։ Գնացինք։ Ռաֆայել, մենք 5-րդ փուլում ենք եւ այս փուլում մեզ թմբուկներ պետք չեն։ Այս փուլում ուղակի մենք պետք է նկարենք մեր անվան առաջին տառերի վրա։ Պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Ծուռ ես դերը տղա, այս է ճիշտը։ Ուղիղ դիր։ Դպրոց չես գնացել։ Ոչ։ Ծույլիկ ես եղել։ Այսինքն ծույլիկ ես եղել դպրոցում, ուրախ ես այդ առիթով, ամոթ ես, երեխեքին ինչ օրինակ ես ծառայում, չլինեք ինչպես Ռաֆոն դպրոցում, գնացեք եւ լավ սովորեք դպրոցում։ 10 րոպեն գնաց, ես իմ կտառը, ուրեմն, վերցնում եմ նարնջագույնը, պարտադիր ինձ էս գույնն է պետք, լեցնում ենք այստեղ։ Ավելի խորքային։ Ավելի ֆոնովի։ Ինչ սիրուն արինու, վաու։ Արա այս գույնը ամեն ինչ ասում է, էլի всё-таки։ Կարա այս գույնը լինի, էլ ոչինչ չլինի, հասկանում ես։ Դուք չեք պատկերացնի, թե ինչ միտք է եկել, հեսա ներկում եմ, վերջում կտենաք, թե ներկացի վրա ինչ դիզայն եմ անելու։ Ռաֆ օրինակ կուզեիր քո անունը լիներ Կարո, իսկ իմը լիներ Ռաֆո։ Ես նկարեի Ռ տառի վրա, դու նկարեիր Կ տառի վրա։ Արի ես փուլում դու ինձ ասա Ռաֆ, ես քեզ ասեմ Կար։ Okay։ Գնացինք։ Ռաֆ, իսկ ինչ գույն ես օգտագործում։ Դալտոնիկ ես Կար, չես տենում։ Տենում եմ Ռաֆո ջան, բայց ուղղակի հարցնում եմ։ Բա որ տենում ես Կար։ Խես ապուշ հարցերով ես զբաղացնում, հա։ Վայ քո։ Բայց սիրուն է։ Հենց կարելի է կապուտ գծեր անել վրան։ Չէ՞։ Վայ, դեմքիս ես անում, արա։ Սա դեմքը սպիտակ ներկարի, փնթի։ Ես բրծել եմ, սպասում եմ Կարոին։ Հեսա ես էլ եմ բրծնում, բան չմնաց։ Էդ ինչ ես գրում։ Նոյեմբերի 8։ Խի։ Ռաֆ, նոյեմբերի 8։ Արա նոյեմբերի 8-ը չգիտես ինչ օր է։ Փղերի անկախության օրը։ Նոյեմբերի 8-ը, նոյեմբերի 8-ը, նոյեմբերի 8-ը չես հիշում ինչ օր է նոյեմբերի 8-ը։ Ուխտերի պաշտպանության օրը։
Տան ռեմոնտի միջազգային օրը, յութուբերների տոնը։ Կսպանեմ ես այս տղուն։ Արա նոյեմբերի 8, Ռավո, նոյեմբերի 8 արա այդքան սպասել եմ այդ օրվան, չգիտես ինչ օր է։ Ծաղիկ ջրելու միջազգային օրը։ Արա էսը կգիշում եմ, հələ ֆրա հետևդ նայի։ Պահարանների համաշխարհային տոնը։ Լավ նայի հետևդ։ Հայտի։ Մեզ ֆրա հետևդ նայի, ինչ է։ Հələ գնա բեր։ Սենց ուղանկյուն թղթերի կտրելու միջազգային օրը։ Արա ֆրցրա հələ։ Էս քեզ ոչ մի բան չի ասում։ Նոյեմբերի 8-ին Ռաֆո Լոս Անջելեսի մենահամերգս է։ Լոս Անջելեսի մենահամերգս ու դու ես ներկա ալնելու։ Ներվայնացրիր արա դու ինձ։ Դու ասա քո բերանով ասա։ Նոյեմբերի 8-ին ժամը 7-ին Հարահայտ Դոլբի թիետրում տեղի է ունենալու Կարո Հայրումյանի մենահամերգը առաջին անգամ Լոս Անջելեսում։ Երկելու ենք իմ բոլոր երկերը Լոս Անջելեսի սիրելի հետևորդներ։ Տոմսերը կարող եք ձեր բերել զանգահարելով Տոմսերը կարող եք ձեր բերել զանգահարելով Ticket Miket-ի հեռախոսահամարին կամ ուղղակի այցելելով ticketmaster.com։ Լինքը թողնում եմ նկարագրությունների բաժնում։ Շտապիր ձեր բերել, որպեսզի նոյեմբերի 8-ին միասին հիանալի ժամանակ անցկացնենք Dolby թատրոնում։ Սիրով բոլորից սպասելու եմ։ Ռավ, ասում եմ, բայց այս փուլը մեր հավեսի համար է։ Չարժ զանգել է դույն ու միավոր հարցներ։ Ես էլ եմ մտածում այս փուլը ռեկլամի համար է։ Շարժվում ենք 6-րդ փուլ։ Գնացինք։ Շնորհավորում եմ Ռաֆ, մենք միասին հասանք վերջին փուլ։ Եվ վերջին փուլը վստահ եմ, որ քեզ շատ դուր կգա։ Արդեն գուշակել ես, թե ինչ է լինելու վերջին փուլում։ Ախ։ Ուրեմն ուշադրություն, այս նկարած բառաբանները խփես բարձր։ Գնացինք եւ ավելի բարձր։ Շարունակենք։ Դու նկարելու ես Պատրիկին, ես նկարելու եմ SpongeBob-ին։ Մեր առջև գտնվում է փափուկ խաղալիքներ։ Պատրիկը եւ SpongeBob-ը պետք է ներկենք եւ վերջում ումը ամենասիրունը ստացվեց, նա ստանալու է միավոր, բայց հաշիվը 3-1 է։ Հիմա ես ստանամ, չստանամ, արդեն պարզ է, ես պարտված եմ ու պարտավոր եմ անել պատիժը։ Իսկ թե պատիժը ինչ է լինելու, չեմ էլ ուզում պատկերացնել, որտեվ Ռաֆոն ահավոր մուր ունի վրես։ Սկսենք, բացում ենք։ Եվ օրեսի փափուկա։ Դզեց։ Ամեն փափուկ խաղալիքի հետ եկել է իր հատուկ գույներով մարկերները։ SpongeBob-ը ներկելու համար բոլոր գույները այստեղ է։ Հատուկ կտորի մարկերները, Ռաֆ։ Վատնա մարկերները։ Ապուշություն արես, ինչ վատ մարկերները։ Էս ինչ անվորակ մարկերները հետ է եկել։ Կրկին վերցնում եմ։ Այս մարկերը միշտ առնում եմ շատ լավն է, տենաս ինչ ֆիրմա է։ Երեխեքից դուրս շատ գալիս է, տենաս ինչ ֆիրմա է։ Հələ չեմ էլ ուշադիր եղել։ Օ, այս են տղու ֆլոմներն է։ Իմ մարկերներով ենք նկարում, գնացինք։ Արա, նայ, ուրիշ է, էլի, ստե նայ։ Բայ ներվերս գնաց, արա, դանդաղա առաջ գնում։ Լավ կներկես ինձ արա։ Դու ինձ լավ կներկես։ Արա ձանձրացա արդեն, 10 րոպե է, ներկում եմ ու չեմ պրծնում։ Ռաֆ ուզում եմ մանկություն տեղափոխվեմ։ Ոչ մի բանի մասին չեմ մտածում, սա որ այսպես բաներ անեմ։ Նենց որ քանի դեռ տարիքով փոքր եք, վայելեք ձեր մանկությունը, ժողովուրդ։ Լուրջ եմ ասում, հետո Երանի եք տալու, որ փոքր լինեք։ Օրինակ, այս վիդեոները, որ Ռաֆու հետ նստած բաներ ենք նկարում, ինչ-որ բաներ ենք սարքում, իմ համար տոն է, լուրջ եմ ասում։ Ես կոնկրետ մոռանում եմ լրիվ հոգսերս ու տեղափոխվում եմ մանկությունից մի քանի ժամվա ընթացքում։ Հաճույք ստացեք ձեր մանկությունից, որովհետև հավատացեք, ամենալավ տարիներն են դրանք։ Միշտ ներկում եմ մի հատ թեմա եմ ցանկանում բացել, որ դրսով օրինակ, որ հանդիպում եմ ձեզանից 90%-ին, որ հարցնում եմ, որ վիդեոս եք ամենաշատը սիրում, համարյա բոլորդ ասում եք Queen Mary նավը։ Օրինակ ինձ ահա որ միշտ հետաքրքրել է, ինչի է հենց Queen Mary նավը բոլորիդ այդքան գրավել։ Խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում հենց հիմա գրեք, միշտ այդ հարցը ինձ հետաքրքրել է, միշտ տանջել է այդ հարցը, խի հենց Queen Mary նավը, ինչի եք բոլորդ դա ամենաշատը սիրում։ Ու ամենաշատ տրվող հարցը ինձ այն է, որ Կարո B340 սենյակի պատուհանից որ մեկը քեզ ձեռքով արեց։ Դա իրական հոգի էր, թե իրական հոգի չէր։ Ժողովուրդ, ես չեմ կարող իմ այդ հարցին ձեր պատասխանեմ, որովհետև մենք վադեցինք փախանք ընդեղից ու էլ հետ չենք գնացել այդ հատվածը, բայց այ որ ինչ որ մեկին տեսել ենք, դա իրականություն էր։ Մի կերպ ենք դիմացել, ինձ թվում է իմ սիրտը այդ պահին կանգնելու էր։ Ահավոր էր այդ տեսարանը, ուղղակի ահավոր էր։ Եվ մի հատ էլ հիանալի նորություն ունեմ բոլորիդ համար, անպայման մենք էլի գնալու ենք Queen Mary նավ ու այս անգամ նկարենք 4-րդ մասը Queen Mary։ Ես ուղղակի անհամբեր եմ
եմ, էլ չեմ ամփերում երբ այդ օրը գալու։ Իսկ դու հենց հիմա մեկնաբանությունների բաժնում անպայման գրիր, թե մյուս այցի ժամանակ ինչեր ես ցանկանում, որ մենք անենք Queen Mary նավում, որովհետև էլ ուղղակի բան չի մնացել։ Մենք ամեն ինչ երևի արել ենք Queen Mary նավում։ Ուղղակի ամեն անգամ Queen Mary այցելելիս մեր հետ ինչ-որ նոր բան պատահում է։ Բայց ինձ հետաքրքիր է դու ինչին ես ամենաշատը սպասում։ Գրիր մեկնաբանությունների բաժնում, թե ինչ ես ցանկանում Queen Mary-ում անեմ մյուս անգամ։ Վերջացրեցի ես։ Լուրջ պրծել ես։ Դզեց, հենց ցույց տու մի հատ մարդկանց։ Շատ սիրուն ա եղել, ասենք։ Ընտիրա։ Վերջին բանը մնաց իր կոստյումը ներկելը։ Հավատես չի գալիս, վերջացնում եմ, մի քանի վայրկյան ու վերջ։ Օր էս ինչ սիրուն եղավ, էլ այստեղ նայի։ Դե ինչ, մենք օֆիցիալ ավարտեցինք այս փուլը, ճիշտ է, երկուսինս էլ իդեալական ա եղել, բայց ասենք Էդոն ա, հիմա մարդ ես, Էդոն կարող է ասենք տալիս է էլի քեզ միավոր, ինչա դու իր աղբերն ես։ Ես հասկանում եմ, որ դու իր աղբերն ես, դրա համար միշտ քեզ ա տվել միավոր։ Թե չէ, նենց է ես գիտեմ, որ ես քեզից լավ եմ այսօր նկարել, հասկանում ես։ Ականջի տողարեցիր այդ պահը։ Զանգում ենք Էդոին, մենք արդեն մեռած ենք, այդ մի հատ վերջի փուլն է, ասա ում ես տալի միավորը, դու անցնենք առաջ։ SpongeBob-ի։ Խի օրինակ։ Ունեմ լիք քույնկը։ Էդս անչափ շնորհակալություն։ Գույները 1, 2, 3, 1, 2, 3։ 1, 2, 3, 4, 5։ 5 հատ գույն կա, քոնի վրա 3 հատ գույն կա, մերսի Էդս։ Բայց դուք հասկացաք ինչ խելացի գտնվեց Էդոն, ասում է SpongeBob-ին, որտեղ վրան լիքը գույն կա, այո 5 հատ գույն կա։ 5 հատ գույն կա, իսկ դե 3 հատ գույն կա, Ռաֆոյ ջան։ Բայց դա իմ ցավը չի թեթևացնում, որովհետև ես պարտավոր եմ անել Ռաֆոյի կողմից ասված պատիժը։ Ես պարտվեցի 3-2 հաշվով։ Երջանիկ ես։ Շատ որովհետև թույն պատիժան մտած։ Արա ինչ ա լինելու, պատկերացում անգամ չունեմ։ Արի, գնանք ասեմ։ Չեմ ուզում։ Արի։ Ո՞ւր ես ինձ տանում։ Ո՞ւր է տանում ինձ։ Պատժվել ես, պետք է անել։ Չեմ ուզում։ Լավ պատիժ արի։ Արա թող։ Արի պատիժը կանելու։ Ինչ պատիժ։ Ան, Ինչ անեմ ես կծու սոուսով։ լցրի ատամիտ խոզանակի վրա ու ատամներ լվա։ Հիվանդ ես դու։ Վատես, ես էսի չեմ անելու հաստատ։ Քույշն եմ մասարա։ Լվա ատամները։ Մրմրում ա, այ վարվում եմ, այ մրմրում ա լնդերես։ Այ լավ չեմ, անխիղճ ես դու Ռաֆո, անխիղճ։ Ուզում եմ վայելես վիդեոն սկզբից մինչև վերջ։ Այս վիդեոից հետո գնալիս իր նոր երգս ձեռքերը վերը։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթօրը։ Ցտեսություն։ Քեզ կտանի որտեղ կա շացեր ու չկանացեր